Խմբակցության առաջին հայտարարությունը, որը եղել է Արթունենք նախաձեռնության մասով, շատ պարզ, մաչելի լեզվով արձանագրել է, թե մենք ոնց ենք պատկերացնում եւ ինչ ենք կարծում, այդ դիրքորոշումը դրանում ներկայացված է։ Մենք այդ փուլում, այսինքն մոտ 1 շաբաթ առաջ էր կամ 10 օր առաջ էր, մենք ասել ենք, որ դեռ չենք տեսնում։ Ինչ ենք ասում դեռ չենք տեսնում։ Որովհետեւ տեսեք, կան մարդիկ, Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը, ովքեր եկել են ներկայացնում իրենց պատկերացումները այս process-ի հետ կապված։ Նաև հանդիպել են մի շարք քաղաքական ուժերի, այդ թվում նաև Հանրապետականի հետ, ասել են, որ իրանք շարունակում են իրենց քաղաքական կոնսուլտացիաները կամ հանդիպումները տարբեր ուժերի հետ, որպեսզի հնարավորություն ունենան նաև հնարավորինս լայն դաշտ ստեղծելու այս գործընթացի համար։ Այսինքն անկախ նրանից, որ խորհրդամ ներկայացված է երկու խմբակցություն, անդիմադիր խմբակցությունների մասին է խոսքը, բայց սա process է, որը պետք է լինի շատ ավելի լայն համախմբվածության պարագայում։ Եվ կա որոշակի ճանապարհներ, որտեղ իրենց պատկերացումները ներկայացնում են տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներում։ Հիմա երբ որ այդ հանդիպումները եւ այդ պատկերացումները երբ որ ամփոփեն, նաեւ դրա հիման վրա պետք է ձևավորվի այդ տեխնացուի գաղափարը։ Ես պատական չի ասում, այս իրավիճակում այս մարդը կարող է լինել արդյունավետ, մեկ այլ իրավիճակում, մեկ այլ իրողությունների պարագայում այս մարդը կարող է լինել մրցունակ։ Հիմա թող այդ սաղ process-ները ամբողջությամբ էվվեն, գանք հասնենք այն կետին, երբ որ բոլոր կողմերի հնարավոր են մարդկանց, ովքեր նորմալ են համարում անվստահության գործընթացը, երբ որ կամփոփվի, դրանից էլ արդեն կստեղծվի տեխնացուն։